Ես միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր վախենում են ստոմատոլոգներից։ Առավել ևս կին ստոմատոլոգներից։ Ինչպես կարելի է կանանցից վախենալ։ Ես ընդհանրապես չեմ վախենում։ Դու չես մոռացել, չէ՞ որ ես ստոմատոլոգ եմ։ Ոչ։ Ես ուղղակի զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր վախենում են։ Ես վստահ եմ, որ դու չես վախենա։ Ընդհանրապես չեմ վախենում։ Ուշադրություն դեպի էկրան։ Այո, ուշադրություն։ Համոզում։ Հոգատար, պատասխանատու եւ նրբանկատ վերաբերմունք յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ։ Ընտանեկան ստոմատոլոգ, օրթոդոնտ Սոնա Փափազյան։ Երիտասարդ բժշկուհի, ով ժառանգել է բժիշկ ծնողների գեները։ Ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Սոնա Փափազյանը համալրել է Սոնատո ստոմատոլոգիական կենտրոնի բանիմաց մասնագետների թիմը, սովորել բժշկել հոր, վաստակաշատ օրթոդոնտ Արթուր Փափազյանի ձեռագրով։ Կարևորելով համաշխարհային մասնագիտական նորարարությունները, երիտասարդ բժշկուհին մշտապես մասնակցում է տեղական եւ միջազգային կոնֆերանսների, վերապատրաստվում եւ կատարելագործվում։ Բուժառուի հետ հոգեբանական զրույցները ստոմատոլոգի բացառիկ առանձնահատկություններից է։ Մասնագիտական հմտությունների եւ նրբանկատության շնորհիվ երիտասարդ բժշկուհին վայելում է բուժառուների անմնացորդ սերն ու վստահությունը։ Ստոմատոլոգիային եւ օրթոդոնտիային զուգահեռ Սոնա Փափազյանն իրականացնում է նաեւ ներարկումային էսթետիկա։ Հավատարիմ Սոնատո ստոմատոլոգիական կենտրոնի կարգախոսին Սոնա Փափազյանը մասնագիտական գործունեության մեջ կարևորում եւ առաջնային է համարում առողջ, ապա միայն գեղեցիկ ժպիտը։ Մասնագիտական ձեռքբերումներն ու վերելքները Սոնա Փափազյանը հաջողությամբ համատեղում է երջանիկ ընտանեկան հարաբերությունների հետ։ Այսօր արդեն երազում է 3 երեխաների բժշկի ապագայի մասին։ Սոնա Փափազյան, կանացի նրբանկատության եւ պրոֆեսիոնալիզմի համադրում։ Ինձ համար կանացիության նկարագիրներից մեկը ժպիտն է, իսկ գեղեցիկ ժպիտը դա առողջ ատամներն են։ Ունեցեք առողջ ատամներ եւ եղեք գեղեցիկ։ Վստահելի ստոմատոլոգ անվանակարգում կոչումը կին ոսկե կոդ 2025 մրցանակը շնորհվում է Սոնատո ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ օրթոդենտ Սոնա Փափազյանին։ Կարծում եմ մեր գեղեցիկ բժշկուհուն տեսնելուց հետո մարդիկ ոչ միայն չեն վախենա, այլև կշտապեն նրա մոտ։ Եվ այսպես մրցանակը հանձնվում է Սոնա Փափազյանին, Սոնատո ստոմատոլոգիայի ստոմատոլոգ օրթոդոնտ։ Ձեր ծափարություններ։ Մրցանակը Գոհար Գասպարյանը։ Բարի երեկո, ուզում եմ շնորհավորել բոլոր մրցանակակիրներին եւ շատ հուզված ուզում եմ հայտնել իմ շնորհակալական խոսքը։ Դահլիճում այսօր գտնվում են իմ ընտանիքի անդամները, առանց ում ես չէի կարող հասնել ոչ մի նպատակի, ոչ մի բարձունքի։ Իրենք ամեն պահի իմ կողքին են եւ ինձ աջակցում են։ Հիմա էլ դահլիճից իրենց ժպիտները տեսնում եմ, ավելի եմ հուզվում։ Այսօր բախտ է վիճակվել, որ դահլիճում գտնվում է նաեւ իմ թիմի անդամների մեծ մասը եւ ես իրենց շատ շնորհակալ եմ, որ ուսանող ժամանակվանից ինձ սովորեցրել եք թե ձեր ոճին, թե ձեր նրբանկատությանը եւ հպարտ եմ, որ հիմա ձեր կողքին աշխատում եմ։ Շատ շնորհակալ եմ իմ թիմին։ Եվ ինչպես արդեն նշվեց, շատ ճիշտ է, շատ դժվար է լինել ատամնաբույժ եւ արժանանալ նման մրցանակի, որովհետեւ փոքրիկ գաղտնիք բացեմ չուզենալով, բայց մենք ցավեցնում ենք մեր պացիենտներին եւ ինչպես կա այդ գեղեցիկ հումորում ասում են, մենք ցավացնում ենք, բայց նրանք մեզ դրա համար վճարում են։ Շնորհակալ եմ իմ բոլոր բուժառուներին, որ չնայած այդ հանգամանքին շատ բարձր են գնահատում իմ աշխատանքը եւ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ բալիկներին, ովքեր դիմանում են աշխատող մամային, բայց նաև ուրախանում եմ, երբ որ այդ հանգամանքից ելնելով մեկ է լսում եմ, որ երեխաներս իրենց ընկերներին թաքուն ասում են, իմ մաման բալիկների ատամները բուժում է։ Շնորհակալ եմ բոլորից բարձր գնահատականի համար եւ ամեն անգամ նման մրցանակ ստանալով ավելի եմ պարտավորվում, որ պետք է ուրեմն
ավելի շատ աշխատել, որ ձեր գնահատականին արժանանամ։ Շատ շնորհակալ եմ։